է եւ շատ տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես չի հայտնել, որևէ ձևով չի խոսել այս թեմը, միայն անվտանգության խորհրդի ընդհանրական հայտարարությունը մենք ունենք։ Ինչու է այդպես։ Մենք տեսնում ենք օրինակ հարևան երկրները, այլ երկրներ զանգել, ցավակցել են, ինչու Հայաստանի իշխանությունը դեռևս նման քայլ չի արել։ Ես չեմ հանդիսանում անվտանգության խորհրդի անդամ, ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել անվտանգության խորհրդում, գիտեմ միայն, որ անվտանգության խորհրդի նիստ հրավիրվել է նաև այդ իրադարձություններին նախորդող օրը, այնուհետև հաջորդող օրը եւ արդյունքում մենք ունեցել ենք այն հայտարարությունը, որն ունեցել ենք։ Ես վստահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում եւ ինձ համար ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նախ եւ առաջ ժողովրդի տեսանկյունից, բայց այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ ոչ ոլորտի պատասխանատուն եմ եւ ոչ էլ անկեղծ ասեմ մասնագետը, իսկ ես չեմ սիրում խոսել այն երևույթների մասին, որոնք մասնագիտական չեն եւ թույլ չեմ տա ինձ որևէ դիրքորոշում հայտնել այս մասով։ Իսկ կարող է օրինակ լինել այնպես, որ կառավարության ղեկավարը ինչ-որ բան, այսինքն կոնկրետ Ամերիկայի հետ հարաբերությունները կաշկանդի դա անել։ Ես չեմ կարող, կրկնում եմ, դիրքորոշում չեմ կարող հայտնել, որովհետեւ անկեղծ լինեմ, պատասխանեմ, որ ոլորտին ուղղակի չեմ տիրապետում եւ այդ է պատճառը, որ չեմ անի որևէ հայտարարություն։ Ասացիք չեք տիրապետում, բայց այնուամենայնիվ Իրանը մեզ բարեկամ երկիր է համարվում, չարժե՞չ կողմից հավաքել հոգեվոր առաջնորդի եւ այդքան։ Դուք լսում եք, ես ինչ եմ ասում։ Ես ասացի չեմ անի որևէ հայտարարություն։ Ինչու եք նորից նույն հարցը տալիս։ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, օրինակ վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում, այսքանը։ Տիկին Գալյան, դուք այս հարցին չեք արձագանքում, բայց տեսեք, դուք այս օրերին Ես արձագանքում եմ։ Չէ, ասում եք, Ես արձագանքում եմ, ասելով, որ չեմ կարող պատասխանել այդ հարցերին, որովհետև չեմ հանդիսանում այն մարդը եւ մասնագետը, ով կարող է կարծիք հայտնել կամ հայտարարություն անել այս թեմայի առնչությամբ։ Բայց ձեր կարծիքը ինչպիսին է, լավ կոնկրետ չեք անդրադառնում, ավելի լավ անդրադառնում եք, կլսեն հեռուստադիտողները։ Դուք ներկուսակցական քարոզարշավ եք անում այն օրերին, երբ որ մեր քթի տակ բուռն պատերազմ է ընթանում։ Դուք տպավորություն է հայ հանրության կողմից, որ Հայաստանի իշխանությանը ընդհանրապես կառավարությանը չի հետաքրքրում կամ ինքը շատ անտարբեր է վերաբերվում այն ամեն ինչին, ինչ տեղի ունենում մեր սահմաններին անմիջապես։ Կներեք, իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես կարծում եմ, ձեր հետ պետք է փողոցներ ընկած չլինեին, կներեք։ Դա ձեր կարծիքն է եւ ես հարգում եմ ձեր կարծիքը։ Դուք կարծում եք, որ նորմալ է, որ մեր երկրի իշխանությունը, երբ որ մեր սահմաններին պատերազմ է, կարող է ներկուսակցական քարոզարշավ իրականացնել։ Դա նորմալ է։ Ինչն է խանգարում դա անել, եթե այս պահին վստահաբար Արդարադատության ներողություն անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ինչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է եւ այլն։ Այսինքն ինչպես պետք է դա արտահայտվեր։ Որ քաղաքացիները իր քաղաքացիներն էլ իմանային, որ դուք տեղում եք։ Հստակ հայտարարություն չեք ասում գնալ հասնել Իրան։ Իսկ որտեղ ենք մենք հիմա օրինակ էս որտեղ ենք։ Պերոշկի ուտելու։ Մենք այդ ենք տեսել նախորդ 2 օրերին։ Ինչ որ վատ բան կա։ Եթե դուք կուկուրուզ ու պերոշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Ամփոփելով 2 օրեր քարոզարշավի տիկին